Ամենաթանկարժեք մետաղներն աշխարհում միշտ էլ ունեն իրենց լեգենդար կարգավիճակը, իսկ դրանց արժեքը միայն աճում է։ 5-րդ հորիզոնականում $30,000 արժողությամբ պլատինն է։ Այն բնության մեջ հանդիպում է որպես խառնուրդ այլ մետաղների հետ։ Այն ունի գեղեցիկ արծաթագույն փայլ եւ հայտնի է իր քիմիական կայունությամբ։ Պլատինը լայնորեն կիրառվում է զարդերի, ավտոմոբիլային կատալիզատորների եւ բժշկական սարքավորումների արտադրության մեջ։ 4-րդ տեղում ոսկին է, որը բնության մեջ հանդիպում է մաքուր վիճակում եւ հայտնի է իր դեղին փայլով։ Այն օգտագործվում է զարդերի, էլեկտրոնիկայի արտադրության մեջ, իր բարձր հաղորդակցության եւ քիմիական կայունության շնորհիվ։ Նույնիսկ հին քաղաքների ավերակներում հայտնաբերված ոսկյա իրերը շատ լավ պահպանված են։ Այն երբեք չի կորցնում իր արժեքը տարիների ընթացքում։ 1 գրամ ոսկու արժեքը մոտավորապես $85 է։ 3-րդ տեղում ռոդիումն է, պլատինի խմբի ամենաթանկ մետաղը, որը հայտնի է բարձր արտացոլող հատկություններով եւ քիմիական կայունությամբ։ Այն օգտագործվում է ավտոմոբիլային կատալիզատորներում, հայլիների եւ հեղուկ բյուրեղի էկրանների արտադրության մեջ, ինչպես նաեւ զարդերի ծածկույթներում, նրանց փայլ եւ դիմացկունություն հաղորդելու համար։ Ռոդիումը հազվագյուտ մետաղ է եւ դրա 1 գրամի արժեքը կարող է հասնել $527.2։ Երկրորդ հորիզոնականում օսմիում 187-ն է, որը պլատինի խմբի ամենածանր մետաղն է, հայտնի իր բարձր խտությամբ եւ կարծրությամբ, միևնույն ժամանակ ծայրաստիճան փխրունությամբ։ Օսմիում 187 իզոտոպը կիրառվում է գիտական հետազոտություններում եւ որոշ արդյունաբերական գործընթացներում։ 1 գրամ օսմիում 187-ի արժեքը կարող է հասնել $200,000։ Ընտրանին եզրափակում է կալիֆոռնիում 252-ը, արհեստական ռադիոակտիվ մետաղ, որը ստացվում է միջուկային ռեակտորներում։ Կալիֆոռնիում 252 իզոտոպը օգտագործվում է միջուկային հետազոտություններում, բժշկության մեջ որպես նեյտրոնային աղբյուր եւ որոշ արդյունաբերական կիրառություններում։ Այս մետաղի արտադրությունը չափազանց բարդ եւ թանկարժեք է, ինչը պայմանավորում է դրա բարձր արժեքը։ 1 գրամ կալիֆոռնիում 252-ի արժեքը կարող է հասնել $27 միլիոն։ Որ մետաղը ձեզ ամենաշատը հետաքրքրեց, դուք ուսումնասիրեք, իսկ մենք կհանդիպենք։